մի բան եմ ուզում հարցնել, ուրեմն մտածում եմ, այսինքն գովազդով եմ փակեմ։ Դա իմ անձնական տիրույթն է, որտեղ ես ինքս եմ որոշում ինչ անել, ոնց անել, ինչ չափով անել, ու ես իմ արածի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Սիրինեջ եկել են գնումներին, Վիկտորյան ջութակ ուներ, ջութակը վերջացրեցինք, Արտուրի հետ եկել ենք Վիկտորիայի ու Արտուրի հետ, այսինքն եկել են գնումների, հետո պետք է շտապեմ ատամնաբուժարան։ Այ, ինձ սիրուն են։ Սա ունեցել եմ բազմիցս այսպես աճում, հետո սկսում է չորանալ։ Այն օրը կարծեմ Լերոյում սա ավելի մեծ չափն էր, սա նույն արժեքն ուներ, ինչ որ Լերոյում, բայց նա ավելի մեծ էր, բարձրահասակ էր, այսինքն։ Ինչ է, բայ։ Ինչ ես ուզում, այ։ Վիկա, սենց բան ձեզ պետք չի, այն օրը որ ասում էի սկրեպ վերցնենք սենց, բայց եսի պահեք, որ Էրիկի ձեռքը չընկնի էլի, հա? Էս ինչ ա, Վիկ։ Պուլսերաներ սարքելու համար, հա? Mira, es que lo teníamos en casa, pero como de cumpleaños. Բայց այդ իսկ եսի, Վիկ։ Սենց պուլսերաներ անելու համար է։ Yo quiero. Հա? Ese pulsera. Կերես? Բայց էդի ձերքով քեզ ու Վիկտորիա, համ քեզ ու համ Կրիստինային, լավ? Արի, դարի։ Դարի։ Պարդա։ Կերես ակի ալգո, ստեղից ինչ-որ բան ուզում ես, Վիկ։ Հա։ Tapis. Ոյ, չէ, դի չէ, բալես, դի չէ անի։ Campesino. Սա։ Լավ է։ Gracias. De nada։ Վիկ կատ վերցրու, հայ, այս երեք հատ այդ կապույտներից։ Հացը դնեմ վրան, այն անգամ դրել էի ներքևում, ամբողջովին։ Ապրես։ Դարի կարակ վերցնենք, այս կապույտ գույնի մանտեկիաները, երկու հատ վերցրու։ Չէ, սա։ Երկու հատ, հա։ Արի պանիր վերցնենք, զգուշ լինեմ հանկարծ այծի չլինի, բայց գրված էլ չի վրան ինչի պանիր է, այ քեզ բան, լարի հասկացի։ Վայր, հաստատ չես ուտի։ Երկու հատ այսպես պանիր վերցնենք։ Մի հատ սա վերցնենք։ Գնա։
Էրիկ, ով է նվեր, հլա նայինք, արի նայինք, արի։ Mira. Ով է նվեր տվել, Էրիկ, քեզ ով է նվեր տվել։ Էդ ինչքան էլ կոչ ես նվեր ստացել, Էրիկ։ Mira. Pero ha pedido todo, ¿eh? Sí, hago. Kısarız, içatırı botu, tamam. İçatırı, baxa։ Baxa։ Սիրելիներս ողջույն։ Բարի օր։ Բարի երեկո ավելի ճիշտ։ Չզարմանաք այս ամենը տեսնելով, անկեղծ ասած, երբ որ դրեցին սրանք։ Ես այսպես մտածում եմ, լավ Աստված, ոնց եմ ես այս տեսքով խոսելու։ Քիչ այսպես ասած դժվարությամբ էի խոսում, հիմա էլ ավելի։ Մորաքրոջս աղջիկը ատամնաբուժարանում է աշխատում, ասում եմ, ես այսպես երկար պետք է մնա, ասում եմ, չէ, որոշ ժամանակ տեղադրում են, հետո դուրս են բերում։ Ինձ բացատրեցին, որ այսպես վերին ծնոտը ուղղակի որպեսզի ճիշտ նստի ներքևինի վրա, մի քիչ փոքր լայնանա ու ետ գնա։ Միայն կարող եմ, եթե ուտելուց ինձ խանգարում է ուտելուց հանել, հետո նորից տեղադրել, մի խոսքով խնդրում եմ ուշադրություն չդարձնեք։ Այս էլ այսպես, մեր նորությունն էլ սա է։ Սիրելիներս, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ինձ աջակցելու, ոգեպնդելու ու մեկ անգամ եւս համոզում եմ, որ դուք միշտ իմ կողքին եք, իմ դժվար, ուրախ ու դժվար պահերին միշտ ինձ հետ եք, ու շնորհակալ եմ այսօրվա հոլովակի հետ կապված, որ այդքան ինձ լավ ու բարի խոսքեր շռայլեցիք, որ գոտեպնդեցիք ինձ, որպեսզի ես գիտեմ, որ կյանքի օրենքն է այդպիսին, ոչինչ անել չեմ կարող, ուղղակի 1-2 բառով գիտեք ինչ կարող եմ ասել, նկատեցիք, որ մեկնաբանությունները փակել է, որովհետև 1-2 անմիտ անտեղին մեկնաբանություններ սկսեցին գալ, անկեղծ մտածեցի հոլովակ ուղղակի փակել, հետո ասացի ինչու պետք է փակեմ, դա իմ անձնական տիրույթն է, որտեղ ես ինքս եմ որոշում ինչ անել, ոնց անել, ինչ չափով անել, ու ես իմ արածի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, ում համար դա ընդամենը կատու է, ընդամենը կենդանի է, մեզ համար մեր տան անդամն է, ու եթե դուք ձեր տան անդամին կարող եք այսպես մատերիարանքով նայել, ես չեմ նայում, ու իրեպ, 1-2 մեկնաբանություններ էլ կար, որ միգուցե մենք կատվին լավ չենք վերաբերվել, դրա համար ինքը Եթե ուշադիր լսեք, ես ինչ եմ ասում, ավելնորդ ինչ-որ բաներ չի գրի, որ մենք վատ ենք վերաբերվել մեր փիսիկին, ոչ սիրելիներս, մենք շատ լավ ենք վերաբերվել, ուղղակի այնպես է ստացվել, որ հենց իր խեղճ մայրիկին են վատ վերաբերվել, իրեն նույնպես վատ են վերաբերվել այդ 2 ամիսները, դրա համար ինքը այսպես վախով եկել է մեր տուն ու թույլ չի տվել, մենք իրեն ցանկացել ենք սիրել, դիպչել, ինքը առաջի քայլը որ արել, ուղղակի այսպես ճանկերով պաշտպանվել է, ինչ կարող է անել 9 ամսական երեխան փիսիկին, հա, մեկ կարելի է ուղղակի մտածել ու եկեք դուք մեզ ուղղություն մի ցույց տվեք, մենք հետո որոշենք պահել կենդանի, թե ոչ, դա մեր անձնականն է, մերն է ու չասեք, դե եթե լուսաբանում ես ցույց ես տալի, այո, գիտեմ լուսաբանում եմ, ցույց եմ տալիս, ինձ ինչ որ անհրաժեշտ է, ինձ սիրող մարդիկ սիրում են, ինձ հասկացող մարդիկ հասկանում են, իսկ նրանք ովքեր որ չեն հասկանում, բազմիցս ասում եմ կան շատ ավելի հետաքրքիր ալիքներ, որտեղ կարող եք գնալ, հետաքրքիր բաներ տեսնել, նորություններ սովորել, իմ ալիքում կարող եք չմնալ, որովհետև ոչ ոք չի ստիպում ձեզ մնալ ինձ հետ, որ ես էլ ունեմ ինձ նախընտրելի վլոգերներ, որոնց հետևում եմ, որոնք ինձ դուր են գալիս, իսկ կամ որոնք որ ինձ դուր չեն գալիս, բայց տեսնում ես, որ Էքիս մարդը այդ ալիքները սիրում է ու ես դա չեմ կարող պարտադրել, որ ես չեմ սիրում դուք էլ, հա, ինչու եք սիրում, չէ, ամեն մարդ ունի իր ընտրությունը,
ու մեկ-մեկ թվում է ես շատ այսպես մեղմ եմ լինում, հանդուրժող եմ լինում, այդ հետևանքն է, ու առաջին անգամ ընդամենը, որ ես այսպես չթուլացա, ու ասացի, եթե ես տեղադրել եմ հոլովակը, ուրեմն այդպես եմ գտել ճիշտ ու տեղին, այսքան ու մի բան, ու մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի հետևորդներին, որ ինձ այսպես կես բառից հասկացել են ու ինձ այսպես ուժ են տվել, հավատացեք, ես ձեզանից մեծ ուժ ու էներգիա եմ ստանում, ետևի ֆոնում Էրիկն ու Արտուրն իրար հետ խաղ են խաղում, ուշադրություն չդարձնեք, հիմա թեյ պատրաստեմ, գնամ թեյ խմենք բոլորը, այստեղ գնել եմ գոֆրե պատրաստելու, վաֆլի պատրաստելու ապարատը, ետևի հատվածում էլ կարող ես այսպես տոստեր, բայց սա տոստերը այնքան էլ չեմ օգտագործում, բայց վաֆլի ապարատը սիրում եմ։ Հիմա սա վաղը երևի կփորձարկեմ, առավոտ շուտ վեր կգնամ կփորձարկեմ։ Հուսամ, որ լավը կլինի, որովհետև Lidl-ի այս Silver Crest-ը սիրում եմ, վատ ֆիրմա չէ, հուսամ, որ լավ կլինի, սիրելիներս։ Սիրելիներս, որոշեցի, գիտեմ, որ այս տեսակ ապարատների մեջ կա նաև տվյալ ապարատին համապատասխան բաղադրատոմս, ուրեմն ես այս ամեն ինչի կեսն եմ պատրաստելու, ուրեմն 5 հավկիթ է 250 գրամ կարագ, 200 գրամ շաքարավազ, կաթ, ալյուր, վանիլին և փխրեցուցիչ, ես հիմա այս ամենի կեսն եմ դնելու, հիմա կգամ մամ, այստեղ ավելացրեմ 2 հավկիթ, հավկիթները մեծ է, դրա համար 2 հատ եմ դրել 100, ճիշտ ասած ինձ թվաց 250-ը չէի տեսել, որ կարագն է, 100-ի տեղը 125 եմ դրել շաքարավազը, բայց հոգ չէ, ու վանիլին եմ ավելացրել, այս ամենը կխառնեմ, կհարեմ հարիչով ու կավելացնեմ մնացած բաղադրիչները, վերջում ալյուրը փխրեցուցիչի հետ ու արդեն տաքացրած ապարատի մեջ կպատրաստեմ, վերջում կկիսեմ ձեզ հետ տեսնենք լավ է ստացվել, թե ոչ, իսկ ահա այստեղ էլ ավելացրել եմ կաթը 200 մլի եմ դրել, կարագն էլ դրել եմ 125, հիմա կարագը կաթի հետ, կաթը բնականաբար կտաքանա, կարագը կհալվի, այնպես էլ ինձ անհրաժեշտ է, ու կավելացնեմ, արդեն ինձ մնում է այստեղ ալյուրը և փխրեցուցիչը, սիրելիներս, վերջ, տեսնենք ինչ է ստացվում։ Սիրելիներս, լավ է, որ կես բաղադրիչով արեցի, որովհետև բավականին շատ դուրս կգա, իսկ եթե ամբողջականով անեի, շատ շատ կլիներ մեզ համար, հետո գիտեք, վաֆլին եթե մնում է, հաջորդ օրն արդեն մի տեսակ այն չի լինում, դա այս տվյալ պահին պետք է անել ուտել, մաքսիմում մինչև կես օր, հա, դրանից հետո արդեն սկսում է մի փոքր պնդանալ։ Ահա, այսպիսի թանձրության ստացվեց, այստեղ ապարատը մի լավ տաքացրել է, դրել եմ, մոտ 15 րոպե լավ տաքացել է ու փորձենք պատրաստել։ Այսպես լցնենք, եթե ճիշտ եմ անում, էլի, մի փոքր էլ կարծում եմ լցնենք, մյուսին էլ դնենք ու փակենք եփվելու։ Ում հետաքրքիր է Lidl-ից եմ գնել, հուսանք, որ մեզ կգոհացնի։ Սիրելիներս, ահա, այսպես ստացվեց, հուսանք, որ դեռ համը չենք փորձել, հուսանք, որ համեղ է ստացվել։ Այս էլ այսպես սիրելիներս։ Սիրելիներս, մի բան եմ ուզում հարցնել, ուրեմն մտածում եմ, այսինքն գովազդով եմ տեսել հոլովակներից մեկում Թեմու էջում գովազդում էին կաթսաներ, խոհանոցային, մեծ ու փոքր միջին չափի, ինձ հետաքրքիր է, մտածում եմ, արժե փորձել պատվիրել, բայց ապահովությունից ելնելով մտածում եմ, բայց ինչքանով է դա անվտանգ, այսինքն տվյալ կաթսայի նյութը, հա, ինչից է ստեղծված, դա շատ հարցական է,
բայց այդ նույնը Amazon-ով եմ տեսնում ավելի թանկ դրված, հետևաբար մտածում եմ արժե թե ռիսկի դիմել ու պատվիրել, բայց մեկ էլ մտածում եմ երևի թե ձեր խորհրդով կամ ձեր օգնությանը դիմեմ, խորհուրդ տաք, հասկանամ արժե թե ոչ, հիմա մի րոպե Edge-ը մտնեմ ու ձեզ ցույց տամ որոնց հետ է։ Այ օրինակ սա, այն օրը գովազդում սա եմ տեսել, բայց չգիտեմ արժե սա պատվիրել, փորձելու համար, թե ոչ, տեսեք գովազդում ցույց է տալիս իբրև անգամ կարող ես իրեն օգտագործել երկաթե խառնիչով, հարկավոր չէ սիլիկոնե կամ փայտե խառնիչով խառնել, իբրև հատակը ոչ մի բան չի լինում, անկեղծ չգիտեմ, օրինակ սա ինչ-որ միտեղ էլի ապահով է, հա, 4-5 հատը արժե 27.52, անկեղծ չգիտեմ, ես այստեղից միայն օրինակ խաղեր եմ պատվիրում երեխաներին կամ զարգացնող խաղեր կամ օրինակ ինչ-որ խոհանոցային այսպիսի պարագաներ, բայց որպես այսպիսին թավաներ կամ կաթսաներ, անկեղծ ասած երկմտում եմ, բայց շատ կցանկանայի, օրինակ այս կտրիչն էլ է սող սխտոր մանրեցնել, կարծում եմ հարմար է, բայց տեսեք սա էլ է հետաքրքիր, համեմատաբար գեղեցիկ է նաև արտաքինից, ոսկեգույն բռնակներով, բայց վախենում եմ, օրինակ տարաներ կգնեմ, օրինակի համար դասա բարա կաֆե, մտեսնենք օրինակ, կամ տեսեք օրինակ այսպես, Lidl-ում քանի հատն է դրված սա, եթե անկեղծ լինեմ, մեկ հատն է, ոնց որ սա մեկ հատ արժե 6 եվրո 15 սենտ, Lidl-ում դրված էր երկուսը, բայց առանց այսպես բռնակի, այստեղ տեսեք 6, 2, 4, 6, այսինքն երկու հատը արժե 8 եվրո 60 սենտ, մի րոպե, 6 հատը արժե 26 եվրո 86 սենտ, սա ինչ որտեղ, տեսեք սա էլ է գեղեցիկ, ինչ հետաքրքիր է, ոնց որ թե բռնակները փայտե, հա, հետաքրքիր է, 6 հատը արժե 18 եվրո 14 սենտ, սա եկեք այսպես անյադիր անենք, դնենք, Արտուրն էլ ունի ինչ-որ բաներ պահպանած, այ տեսեք օրինակ սա էլ, ինձ թվում է շատ հարմար կոնվենիեր է, սառնարանում հավկիթները պահելու համար, ինձ թվում է հարմար է, անգամ կարող ենք իրար վրա դնել, ավելի փոքր տեղ կզբաղեցնի, իսկ սառնանյային դրան հատվածում, որտեղ հավկիթներն են դնում, կարող ենք հանել ու մեկ այլ պիտանի ինչ-որ իր դնել, թեյնիկն էլ է հետաքրքիր, տեսեք, բայց միևնույն է էլի, ոչ մի բան մեր Հայաստանի են հետաքրքիր սպասքին չի հասնի, թե որտեղից են բերում, էլի չինական է ինչ-որ միտեղ, բայց որտեղից են բերում, ոչ մի էջերում ես չեմ գտնում, այս բաժակներն էլ են հետաքրքիր, սիրունիկ է շատ, մի խոսքով երկար բարակ ուզում եմ հարցնել, հասկանալ, խորհուրդ կտաք գնել կամ ձեզանից որևիցե մեկը գնել է, դուր է գալիս, ինչպիսին է, այ բաժակը տեսեք ինչ հետաքրքիր է, բայց կարծում եմ հարմար չի լինի, երկու հատը արժե 16.79, այսպիսի տեսակ էլ կա ու ինձ վախեցնում է գինը, որ այսքան մատչելի է, տեսեք 18.91 արժե, երկու հատը, սիրելիներս, այս սա է շատ լավ տարաներ են, այսպես շատ հեշտ բացվում է
ու ամուր փակվում է, շատ լավն է, խորհուրդ եմ տալիս, եթե ցանկանում եք կարող եք ձեռք բերել, որովհետև իսկապես շատ լավն է, վրան սիլիկոնից է, ամուր այսպես վակուումի պես է անում, չգիտեմ, օրինակ սա դեռ ինչ-որ միտեղ ապակի է, փայտ է, էսթետիկ առումով գեղեցիկ է, բայց վախենում եմ, ձեր խորհրդին կսպասեմ, հուսամ, որ ինչ-որ, սա էլ է հետաքրքիր, տեսեք, ինձ սիրուն է, 33 եվրո արժե, 33.15 Այս փայտերն եմ տեսել, մտածում եմ արժե վերցնել, ուղղակի սիրուն է, չէ՞ շատ, տեսեք, ոնց որ զույգ է լինեն, տղամարդ ու կին, եկեք սա ուղարկենք, այսպես թող պահպանվի, այս սուրճի բաժակն էլ է գեղեցիկ, մի խոսքով չգիտեմ, այս թեմուն մտնել է հիվանդություն է, թեմու շեյն Ալիեքսպրես հիմա այնքան էլ չեմ, այս թեմուն եմ նայում ու բավականին լավ է գալիս, գները համեմատաբար ավելի մատչելի են, նույն բանը դրված Ալիեքսպրեսով ավելի թանկ, ուղղակի եթե անկեղծ լինեմ, այստեղի չեմ հասկանում ինչպես կարող են կոսմետիկայից օգտվել ու հիմա արդեն ինչ-որ սննդամթերքի տեսակներ էլ կան, զարմանում եմ, որ դրանք կարող են գնել, որովհետև մի տեսակ այսպես վստահություն չի ներշնչում, մի խոսքով սիրելին է, սպասում եմ ձեր պատասխանին, արդյոք գնել եք, հենց կարևոր չէ, դա կամ որ տեսակն եք գնել, այս մեղրի ամանն եմ ուզում պահպանել, հետո կուղարկեմ իմ մեջ, 250-ը լավ է, ու այսպես բարդ հասարակը, չգիտեմ, անկեղծ, սուրճի հետաքրքիր ամառվա համար շատ սիրուն է, ձեր պատասխաններին հուսանք կասեք գոհ եք թե ոչ, գնամ հանգստանամ, մեզ մոտ արդեն ուշ է, բոլորը քնել են բացի ինձանից, ես այսպես պիպուի պես նստել եմ, թեպետ մի բան ասեմ, հիմա կարող եմ մի լավ այսպես դժգոհել, որովհետև իսկապես այսպես ցավում է, շատ է ցավում այս վերևի, ներքևի հատվածը չէ, բայց այս վերևի հատվածը շատ է ցավում, կարծես այսպես, որ ուզում են ատամդ հեռացնել, ցեխում են, որ դուրս բերեն, հիմա իմն է, չհաշված դրան էլ դե արի կենտրոնացի, որ նորմալ խոսես, տեղից դժգոհողները կհայտնվեն, բայց ինչև գնամ, ես էլ հանգստանամ, չգիտեմ, այսօր էլ այսպիսի օր ունեցանք, սովորական առօրյա, դպրոց, պարապմունք, ատոմնաբուժարան, երեխաներ եւ այլն, գնանք, այստեղ դրան մեզ հետ այսօր եկել էր Lidl, իրեն համար այսպիսի մանր-մունր պարագաներ, վերցրած սա ես եմ վերցրել, որովհետև իրենց անհրաժեշտ է լինում, բայց սա իրենցից այնպիսի տեղ պետք է պահել, որ նամանավանդ Էրիկից, աղջիկները հասկանում են, բայց Էրիկից այնպիսի տեղ պահել, որ հանկարծ, գիտեք, ինչքան վնաս կարող է տալ, դե սա ֆայլերը, որ մեզ միշտ պետք են գալիս, Արտուրի գործի բերումով, երեխաներին ինչ-որ հանձնարարություններ են տրվում, բավականին մատչելի է Lidl-ում դրված 50 հատը արժեր 1.50, ես մեծ հույսով գնացել էի, որ Lidl-ի այն կերամիկական կաթսաները կլիներ կգնեի, բայց ցավոք սրտի չկար սիրելիներս, կարող եմ իրենց էջով նայել, եթե լինի, կարող եմ այդտեղ պատվիրել, այն անգամ Carrefour-ում տեսա, բայց Carrefour-ի չափերը փոքր էր, Lidl-ինը շատ հարմար էր, օվալաձև էր և մեկն էլ կլոր էր ու բավականին տարողունակ էր ու խորն էր,
Սիրելիներս, եկեք այսօր այսքանով ձեզ հրաժեշտ տամ, գնամ հանգստանամ, բոլորիդ լավ օրվա շարունակություն եմ ցանկանում, շնորհակալ եմ, որ միանում եք ինձ, բաժանորդագրվում եք և կհանդիպենք հաջորդ վլոգում, բարին ընդ ձեզ, բարի գիշեր։